Բարև ձեզ հարազատներս, այսօր ավագ շաբաթն է, մեծ պահքի վերջին շաբաթն է, ուզում եի տեսահոլովակ չնկարահանեի այս շաբաթ, բայց տկարացա, տկարեմ չկարողացա, որովհետև մեծամիտ եմ, կարծում եմ, որ իմ մտքերը շատ կարևոր են, դրանք անպայման պետք է գրի առնվեն, արտահայտվեն եւ այլն, շատ օգտակար են։ Այսօր ուզում եմ շարունակեմ, քանի որ խոսելու եմ, շարունակենք երջանկության բաղադրատոմսը հավաքել, արդեն որոշ ինգրեդիենտների մասին, բաղադրիչների մասին խոսել ենք երջանկություն հավաքելու կապակցությամբ, որ իմաստ պիտի լինի կյանքի առաջինը, ընտանիքն է կարևորագույն բաղադրիչներից, ընկերությունն է կարևորը, ու այսօր եւս մեկ կարևորագույն բաղադրիչի մասին եմ խոսելու, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Ու դուք շատ ճիշտ կոմենտներ եք գրել, որ Աստված այդ բաղադրիչներից հավատքն է։ Ու հետազոտությունները ցույց են տալիս, որ իրոք հավատացյալ մարդիկ ավելի երջանիկ են, քան անհավատները։ Ու գիտությունը բացատրում է դա հետևյալ ձևով, եթե դու անհավատ ես, ապա այս կյանքի կենտրոնում, այս երկրագնդի կենտրոնում դու ես եւ քո ցանկություններն են։ Երբ որ դու հավատացյալ ես, այդ կենտրոնը տեղափոխվում է Աստծո վրա, դիեզերք կամ Աստծուն, ով տարբեր հավատքներ կան, ու այսինքն դու քեզանից դու չես կենտրոնում։ Ու եթե դու Աստված ունես, դու արդեն պաշտպան ունես, գիտեսում ես ծառայում, կյանքդ իմաստավորվում է եւ այլն, արդեն շատ բաղադրիչներ հավատքի հետ միասին գալիս են։ Արդեն ասել եմ, որ ես ամբողջ կյանքս իմացել եմ, որ Աստված կա, բայց եթե ես հիմա պատկերացնում եմ, որ ես կարող եի անհավատ ապրել, ես 25 տարի չէի կարողանալու ապրել։ Առաջինը շատ կվախենայի, եթե իմ կյանքում ամեն ինչ Աստծո կառավարվում է, եթե մի բանից վախենում եմ, Աստված ջան փրկի, եթե տեսնում եմ լավ չեն ղեկում, Աստված օգնի, հերթար դրանց, ամեն ինչում Աստված օգնի, Աստված արա, Աստված փրկի, բեր, տուր, ու եթե ես լինեմ կենտրոնում, ես լինեմ Աստված չունենամ, ես առաջինը կարող եմ վախից մահանայի, երկրորդն էլ հոշոտեի մարդկանց, քանի որ դու ես արդեն մի տեսակ պայքար է լինում տեղի համար, ուտելիքի համար, հագնելու համար, տամարտու համար եւ այլն, ու այդ հոշոտելու մեջ կամ ես էի մարդ սպանելու կամ ինձ էին սպանելու։ Իսկ եթե դու Աստված ունես, աշխատանքների մեծ մասը Աստծուն ես տալիս, դու անում ես այն ինչ որ դու կարողանում ես անել, արդեն կարծում եմ այդպես։ Երեք լսում էի arczepiskopos Միքայել Աջապահյանին ու շատ ձեզ խղճացի, որովհետև դուք ինձ եք լսում, իսկ ես իրեն։ Շատ կարևոր է ճիշտ մարդկանց լսել, ժողովուրդ ջան, ու մարդիկ ունենք, որ ամեն մի ասած խոսքը ոսկի, ու իրենց ասածները եթե բոլորը գրի առնենք, ազգային արժեքներ են, հարստություն է ազգային, ու դուք չեք լսում, կարևոր չեք համարում դա։ Երեք պատմում էր ավագ շաբաթվա մասին, մի հետաքրքիր բան ասեց, որ հայրենիքը դա հոգևոր արժեք է, դա սարերը, ձորերը, ծառերը չեն, դա հոգևոր արժեք է, հայրենիքը հորից ժառանգություն ստացած արժեք է ու իր պատմելով ու իսկ մարդիկ հոգևորները թողած նյութականի հետևից են ընկել, նյութականի հետևից են վազում։ Միքայել Աջապահյանը երեկվա իր զրույցով, որը ես տեսել եմ մի քիչ շուտ էր նկարահանված, ես մի շատ կարևորագույն իմ հարցերից մեկի պատասխանը լսեցի երեք։ Դա պատմելու համար ձեզ էլի նորից ամբողջ կյանքս պիտի պատմեմ, արդեն պատմել եմ, որ իմ կյանքը կարելի է բաժանել մինչև Քրիստոսին ճանաչել եւ ճանաչելուց հետո, ինչ եմ ասում Քրիստոսին ճանաչելը, որ հասկացել եմ ինչի համար են իրեն խաչել։ Մինչև այդ ուրիշ տեսակ էր կյանքս ընթանում, հենց որ հասկացա ինչու են իրեն խաչել, մի տեսակ անգարա, լրիվ արժեքներս վերանայվեց, ինքն առանց ինձ ու սկսեցի ուրիշ ուղղությամբ գնալ։
Մինչև Քրիստոսին ճանաչելը իմ կարիերան ոչ թե այսպես էր ընթանում, այսպես արագ սրընթաց ու ես դրա բացատրություն չգիտեի։ Ես չգիտեի ոնց եղավ, որ հետո Քրիստոսին ճանաչեցի ու շարունակում է կարիերաս դեպի վերև գնալ 100%, բայց ոչ այն արագությամբ, ինչ մինչև Քրիստոսին ճանաչելը։ Պատմել եմ արդեն, որ արտինատուրան ավարտել եմ Մոսկվայում, դրան 2 տարի էր արտինատուրան ավարտել եմ, դրանից հետո ասպիրանտուրան եմ ընդունվել, որ 3 տարի էր, բայց ես տարի ու կեսում աշխատանքս լրիվ գրում եմ տեխնացուականս, սկսում խնդրել աղաչել, որ թողեք ես պաշտպանեմ, որովհետև չեմ ուզում ձեր մոտ մնամ, ուզում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնալ։ Ինձ մի կերպ թողում են, որ ես կես տարի հետո պաշտպանեմ տեխնացուականս, հոկտեմբերին 2006 թվականի տեխնացուականս պաշտպանում եմ, նոյեմբերին TOEFL-ը հանձնում 100 բալ ստանում, մի ամիս ժամանակ ունեի, ընդհանրապես 120 էր ոնց որ մաքսիմալը չեմ հիշում։ Դա բժշկական քննությունների համար չէր պետք, դա զուգահեռ ուրիշ գործեր էի անում։ Դրանից հետո նստում պարապում Ամերիկայի Միացյալ Նահանգների քննությունները հանձնում, բայց փառք Աստծո արտինատուրան չի ստացվում այնտեղ գնալ։ Ուզում եմ ասեմ, անընդհատ վազք ու դեպի վերև։ Ինչպես է ես դա բացատրում։ Սկզբից չէի հասկանում, որ այդպիսի բան է գոյություն ունի, մինչև արդեն Քրիստոսին ճանաչելուց հետո տեսա, որ արագությունը իջավ։ Ու փորձում էի ինձ բացատրել այդ ինչպես էր, որ սկզբից շատ արագ էր գնում, ու բացատրում էի դա իմ առաջի ուսուցչուհով Ռոզելին Չնև, ասում է երևի մեր մեջ մրցակցություն էր դրել, որ ես պիտի ամենից արբոլերից անցնեմ։ Երկրորդ բացատրությունը ասում է, գուցե ես Աստծուն ծառայելու համար էի դա անում, որ տեսեք ես ինչ որ Աստծուն ծառայում եմ, հետնել այսպիսի հաջողություններ ունեմ եւ այլն, տեսեք այսպես կարելի է։ Մի խոսքով ես ինձ փորձում էի տարբեր ձևերով բացատրել ու բացատրությունը չէի գտնում, ինչեւ երեք Միքայել Աջապահյանը չասեց, որ նյութականի հետևից էինք ընկած։ Պատկերացնում եք այդ նյութականը կարա այնպես քեզ տանի, որ դու չհասկանաս, որ դրա հետևից ես գնում։ Ու իրոք հիմա որ բացատրեմ, սա շատ հեշտ բացատրվում է այդ նյութականով։ Ինչու է գնացել Մոսկվա։ Գնում են արտասահման սովորելու։ Դա շատ լավ բան է, որ մեր ժողովուրդը գնա արտասահմանում սովորի, վերապատրաստվի ու գա մեր երկրում աշխատի, մեր երկրի համար արարի։ Բայց մենք գնում ենք ու մնում ենք։ Ինչի ենք մնում, որովհետև մեզ նյութականն է կարևոր։ Որ լավ բաներ հագնենք, լավ բաներ ուտենք, լավ տեղերում ապրենք, լավ տեղեր հաճախենք, գնանք նյութականներ։ Ինչու արտինատուրա, ասպիրանտուրայի ժամանակ որոշեցի, որ ես պիտի Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնամ։ Որովհետև ասպիրանտուրայում սովորում Բոտկինի ճիշտ բանը Կուլակովոյի մոտ էի գրանցված որպես ասպիրանտ, բայց իմ տեխնացուական ինֆորմացիան հավաքում է Բոտկինի հիվանդանոցում, Բոտկինի անվան հիվանդանոցում, ու տեսնում էի, որ բժիշկները ինչ վատ են ապրում։ Գնացել էի իրենց տները, տեսնում էի, ու ասեցի, ասենց մտքիս մեջ որ ասենց չեմ կարող ապրեմ։ Ես այսքան սովորեմ, տանջվեմ ու այսպես ապրեմ, ու իսկ պիտի գնամ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Նյութականը այնպիսի շարժիչ ուժ կարող է լինել, որ դու մոռանաս հոգևոր արժեքները, ու որ հայրենիքը հոգևոր արժեք է, դա իմ մոտ եկավ, արդեն ասել եմ, որ տղաները 2020 թվականի 44-օրյայի տղաները, աղջիկները զոհվեցին, առողջություն կորցրեցին, օրգաններ կորցրեցին, իսկ ես մնամ վայել եմ, արդեն չէր ստացվի։ Հոգևոր արժեքները շատ կարևոր է ժողովուրդ ջան, որ հոգևոր արժեքներն են երջանկացնում։ Հիմա ինձ շատ հաճախ հարցում են, ասում են, ինչպես ոնց ես քեզ զգում Հայաստանում։ Ես այսպես երջանիկ ոչ մի անգամ չեմ զգացել ինձ ամբողջ կյանքիս մեջ, քանի որ այստեղ են իմ հոգևոր արժեքները։ Այստեղ են, արդեն չեմ ասում, ես իդեալական դառա, այս ինչ անթերի եմ, բայց խիղճից տեղն է։ Այս նենց կարևոր է, որ այստեղից մի մեծ քար ոնց որ վերցրածել են։ Ես չգիտեմ այդ ինչ էր դրսում, որ ես այդ քարը չէի զգում, սխմած գնում էի։ Իսկ հիմա այդ քարը վերցրել են, կարիերաս շատ հարաբերական, ֆինանսապես շատ հարաբերական խախոտ վիճակում, բայց մի մեծ հանգստություն ներսում, դա երջանկություն է տալիս։ Մեծ հույսերով կհանդիպենք նորից, բարի օր բոլորիդ։